իհարկե մենք հիմքերը, որի ուժով դատարան ունի պարտականություն վերացնել իմ վստահորդ Բաղդատ Սրբազանի խախտման միջոցով։ Նախ եւ առաջ դատարանը պարտավոր է անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայությանը։ Ինչպես նկարագրված մեղադրանքի փաստական հանգամանքներում, այնպես էլ դրա վերաբերյալ ներկայացված 34 պատոր նյութերում գոյություն չունի որևէ տվյալ, որը կկասվի, որ Բաղդատ Սրբազանի կամ մնացած բոլոր մեղադրյալների որևէ գործողության արդյունքում որևէ անձ կարող է տուժել։ Սա մեծագույն սուտն է, որ տեղակայել մեղադրական եզրակացության մեջ։ Որևէ անձ չէր կարող տուժել բոլոր այն գործողություններից, որոնք պլանավորվել էին իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաների շրջանակներում։ Սա խոսքը ֆիզիկապես տուժելու մասին է։ Եղել են անձինք, ովքեր կարող էին տուժել քաղաքականապես կամ որոշակի գործողությունների արդյունքում ենթարկվել քրեական հետապնդման։ Այո, այդպիսի անձինք եղել են եւ կարող էին տուժել, սակայն այդպիսի անձանց իրավունքների ապօրինի պաշտպանությունը հանրային քրեական հետապնդում իրականացնող մարմինների սուտ պարտականությունը չի։ Բայց մենք այս գործով տեսել ենք եւ համոզվել ենք, որ քննչական դատախազական մարմինները իրենց ֆունկցիոնալ գործառույթները իրականացնելու փոխարեն ամեն կերպ պաշտպանում են այն անձանց ապօրինի գործողությունները, որոնց դեմ ուղղված է եղել Սրբազան պայքարը։ Հիմնավոր կասկածին անդրադառնալիս դատարանը պարտավոր է քննության առնել եւ անդրադառնալ այն հանգամանքին, որ այս գործում առկային կեղծված ապացույցներ։ Դրա վերաբերյալ խոսել ենք բազմիցս եւ խոսելու ենք ամեն հնարավոր առիթով։ Այս գործը հիմնված է կեղծ ապացույցների վրա, կեղծ ապացույցներով կեղծ մեղադրական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության դատախազությունը բերել դատարան։ Որևէ մեկը չի կարող հաստատված հիմնավորել, որ այս գործում ներկայացված ձայնագրությունը, որ վերագրվում է Բաղդատ Սրբազանի հունվարի 2-ի դրությամբ, ակնհայտ չարամիտ դիտավորությամբ չի աղճատվել մեր հարությանը մոլորեցնելու եւ դատական տարատեսակ ակտերի հիմքում դնելու համար։ Այդ կեղծ տեղեկատվության հիման վրա են կայացվել առաջին բոլոր որոշումները, որոնցով 18 անձինք կալանավորվել են։ Այդ կեղծ ապացույցի հիման վրա են հետագայում դատարանները կայացրել այլ որոշումներ, խախտման միջոցները պահպանելու եւ այդ նույն կեղծ տվյալների հիման վրա են կայացված ձեր հետագա որոշումները նախաքննական ընթացքում կայացված կալանք խախտման միջոցը շարունակելու։ Եվ ձեր հայցողության դիրույթումը շարունակել կեղծ տվյալների հիման վրա անձանց կալանավորված պահելը, թե կատարել են ինչ-որ պահանջում է իրավունքի շահը անհապաղ ազատ արձակել անձին, ում անիրավի մեղադրանք առաջադրված կեղծ ապացույցների հիման վրա։ Սա հիմնավոր կասկածի մասը։ Բնականաբար խոչընդոտելու հիմքի տեսանկյունից որևէ հաստական տվյալ ոչ ներկայացվել է, ոչ էլ կարող է ներկայացվել, թե ինչ պետք է Բաղդատ Սրբազանը որևէ ձևով ապօրինի միջամտություն ունենա այս գործի վրա, երբ որ օրինական բոլոր հնարավոր եղանակները կան այս գործը զերոյի հավասարացնելու։ Բոլոր այն տվյալները, որոնք հրապարակված են եղել նախկինում, դրանք առավելապես ձայնագրություններ են, որոնցից կատարված աղճատումներով մեր հասարակությանը փորձ է կատարվել հրապցնել իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք, բոլոր այդ խոսակցությունները արձանագրված են ինչ-որ եղանակով, որևէ անձ հնարավորություն չունի դրանց միջամտելու հնարավորություն ունեցել են քննչական դատախազական մարմինները, այդ միջամտությունը իրականացրել են, այդ տվյալները կեղծել են։ Մեղադրյալներից որևէ մեկը այդ տվյալը չի կարող փոփոխել, դրանք դատարանի հայցողության դիրույթում են։ Հետևաբար բարույթի նկատմամբ որևէ եղանակով խոչընդոտելու հնարավորությունը որևէ կերպ պատճառաբան։ Անդրադառնալով վկաների։ Գործով ներգրաված են 30 վկաներ, կարող ենք ներգրավել նույն տրամաբանությամբ 30,000 վկա։ Այդ վկաների որևէ մեկի ցուցմունքը, որը շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, որը դատարանը առանց ապացույց հետազոտելու կարող է ընթերցել եւ հասկանալ, որևէ կապ չունի Բաղդատ Սրբազանին մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես մարդիկ ասում են, որ ծանոթ են եւ եկել են գնացել են, բոլորը պնդել են, որ որևէ ապօրինի գործողության իրենք ականատես չեն եղել եւ որևէ ապօրինի գործողություն չի քննարկվել։
Հետևաբար սա այն ձևականությունն է, որ իրավապահ մարմիններն ապահովել են դատարանում հետագայում խոսալու բաններով համար, ցույց տալու համար, որ կան ինչ-որ ենթադրյալ ռիսկեր, որ անձանց նկատմամբ կարող է ինչ-որ ազդեցություն տեղի ունենալ։ Բնականաբար գործընկերս ասաց, որ դատարանների կողմից էլ արդեն ճանաչվել է հանցավոր կատարելու ռիսկի նվազ լինել եւ այդ արտոնետը չի կարող քննարկման առարկա դառնալ այս դատական ատյանը։ Բացի նշվածներից դատարանը պարտականությունի անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված եւ նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ սահմանադրության մեջ իր ամրագրումը ստացած կալանք խափանման միջոցով կիրառելով պարտադիր պայմաններին եւ բոլոր հիմքերի վերաբերյալ նշեց։ Պայմանների վերաբերյալ մասամբ նշեց իմ նոր կասկածի մասով, սակայն դատարանը պետք է անդրադառնա եւ որոշման մեջ պատճառաբանված պետք է նշի հիմնավորի, որ առկա է պատշաճ քրեաիրավական որակումով առկա արարք, այսինքն այն տեքստը, որը շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, գոնե հեռավոր կապով աղերս կարող է ունենալ ահաբեկչության կամ իշխանությունը զավթելու հանցակազմերի հետ։ Բազմիցս քննարկել ենք հիմա չեմ ծանոթ դատականից հետագալներով, որ դրանք ուղղակի կապ չունեն ահաբեկչական արարքների հետ եւ անձանց քաղաքացիական անհնազանդություններ կազմակերպելու համար ահաբեկչության մեղադրանք առաջադրելը ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է, ոչինչ ավելի։ Թվում է նշված հանգամանքները նշելով դատարանին պետք է խնդրեմ խափանման միջոց փոփոխել կամ այլ գործողություն կատարել, բայց իրականում դատարանի ոչ մի բան չեմ ցանկանում խնդրել։ Ես ձեզ պարզապես ներկայացնում եմ, որ այս պահին Բագրատ Սրբազանի խափանման միջոցը ապօրինի է եւ դատարանը ունի լիազորություն եւ պարտականություն այդ ապօրինությունը դատել։ Շատ են եղել տարբեր անձանց կողմից, արտադատական եւ հանակով որոշակի կոմունիկացիաների արդյունքում հետեւյալ ընդհանրական ձևակերպումով ասեմ խնդումը մեր ձեռը բան չկա։ Այս արդարացումը որևէ կերպ ընդունելի չի։ Դուք ունեք լիազորություններ կատարեք ձեր